Պատկերացրեք մարդ, ով ցեղասպանություն ա վերապրել ու այդ մարդը իր հայրենիքում չի գտնում արդարություն, ենթարկվում է հետապնդումների, ես ուզում հասկանամ, այս մարդիկ օրինակ հանցավոր ռեժիմից կամ, չգիտեմ, էլի շատ վատ բաներ չեմ ուզում ասեմ, բայց արդեն պատկերացրեք ցեղասպանություն վերապրած մարդը հետապնդումների է ենթարկվում իր հայրենիքում։ Սրանից վատ գնահատական էլ որտեղ է կարելի տալ։ Ու ինչի համար ձևական ինչ որ բաներ են հորինել, իբր խոչընդոտել է Քարոզ Արշավին, ասեմ որ տարբեր մարդիկ Քարոզ Արշավին իրականացնում ու խոչընդոտներ են ստանում, բայց որևէ մեկի վերաբերյալ տենց այսպիսի անհամաչափ վերաբերմունք չի դրսևորվում։ Նիկոլ Փաշինյանը եւ որոշ այլ խմբի անդամներ ուղղակի բարոյական նորմերից զուրկ մարդիկ են։ Ներողություն կարող է խնդրել եւ սխալը գիտակցել եւ դրա համար ներողություն խնդրել կարող է միայն բարոյական մարդը, արժե համակարգ ունեցող մարդը, պահանջել ուխտից, որ ինքը ծառը բարձրանա, դա հնարավոր չի։ Ես հասկանում եմ մարդկայնորեն Արտուրին, ինքը շատ սկզբունքային տղա է, շատ ազնիվ ու պարկեշտ մարդ է, բայց ակնկալել, որ չգիտեմ ներկած զեբրը կարա լուրջ ինչ-որ դերակատարում, հա, ներկած էշը ներողություն զեբրը դեր կարա խաղա, դա անհավանական բան է։ Հետևաբար մենք բոլոր ջանքերը պիտի ուղղված լինեն խնդրել Արտուրին դադարեցնել, լսել մեզ դադարեցնել հացադուլը, որտեղ հանցավոր ռեժիմների համար մարդը որևէ արժեք իրան չի ներկայացնում։